Դիանա Քերոբյան։ Պարոն Հակոբյան, խնդրում եմ տեղեկացնել, երբ վանից հնարավոր կլինի էլեկտրոնային համակարգերով արդեն, եթե նախագիծ ընդունվի, վճարումները կատարել նոր համակարգով եւ մեկ անգամ եւս բարձրաձայնեք տուգանքների մասով մինչեւ երբ չի տարածվելու բնակիչների վրա։ Դա որպես հանրային տեղեկացում եմ խնդրում։ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Քերոբյան, տեսեք, մենք 3 ենք հանդիպել աղբանության ծրագրային համակարգը սպասարկող կազմակերպության ղեկավարության հետ, իրանք վստահեցրել են, որ նաև այս արտոնությունները, երբ որ ընդունվի այս արտոնությունը կիրառմամբ համակարգը եկող շաբաթվա մեջ լիիրավ կգործարկվի, բայց բանկային համակարգերի կամ վճարաշվարկային կազմակերպությունների միջոցով վճարումների կատարելու գործընթացը, այսինքն տեխնիկական հատվածը, որ պետք է, այսպես ասած, մեր բազաների հետ տվյալների փոխգործելիության հարթակը սկսի աշխատել, նախատեսվում է մայիս-հունիս ամիսներին, բայց մինչ այդ մայիս ամսից արդեն սկսված, երբ որ արդեն վերջնական համակարգը կգործի, մայիս ամսից սկսած քաղաքացիները կարող են մոտենալ վարչական շրջաններ, իրենց պարտավորության չափը ճշտել եւ վճարումը կատարել, իսկ տույժերի մասով մինչ մայիսի 1-ը աղբանության վճարի մասով 2025 թվականի մասով նախկին ընդունած որոշման համաձայն տույժ չի հաշվարկվում։ Պարոն Փամբուխյան, կարելի է ես հավելեմ այս հարցով։ Թող արձագանքի պարոն Հովհաննիսյան, արձագանքի ընթացքում դուք հավելեք։ Ունեք արձագանք Տիկին Քերոբյան, թե շարունակի պարոն Հովհաննիսյանը։ Պարոն Հովհաննիսյան, որ արձագանքի Շնորհակալություն, ես հարգելի գործընկերներ հավելեմ, քանի որ ես ինձ մոտ է տեղի ունեցել հանդիպումը կազմակերպության հետ, ով այս ռեֆորմում մեզ օգնում է, որովհետև իրականում խոսքը գնում է էական նոր բազա ստեղծելու մասին, այսինքն այն ծրագրային ապահովումը, որը որ այսուհետ իր մեջ ներառելու է բոլոր քաղաքացիների տվյալները աղբանության մասով, նաև արդեն մի քանի տարի է ներառում է եւ հաջող աշխատում է անշարժ գույքի հարկի մասով, խոսքը գնում է VX-ով կազմակերպության մասին, որը տարբեր ծրագրեր իրականացնում կառավարության հետ եւ կառավարության ներքո այլ տարբեր գերատեսչությունների հետ, մեր թիրախը հետեւյալն է, որ մենք մայիսի 1-ից պետք է աշխատանքներ անենք այն ուղղությամբ, որպեսզի Երևանի քաղաքապետարանի կայքով եւ e-community կայքով, որը նույնպես VX-Soft-ին է պատկանում, արդեն հասանելի դառնան աղբանության վճարները, այսինքն այդ խնդիրն է դրվել վարչության առջև եւ ամենօրյա ռեժիմով ես հիմա հետևում եմ, որպեսզի մենք այդ ժամկետի մեջ հասցնենք։ Եվ բացի դրանից, իհարկե այդ տեղեկությունները քաղաքացիների հնարավորություն են ունենալու վճարումներ իրականացնել նաեւ օրինակ վարչական շրջաններում, եթե տարբեր հարցերով մոտենալուց են լինելու վարչական շրջաններ, նաև այդ հնարավորությունը լինելու այնտեղ, որպեսզի պոստտերմինալներով վճարեն։ Բայց հաշվի առնելով, որ մենք ուզում ենք, որ այդ աղբանության վճարի հասանելիությունը բանկային հավելվածների միջոցով լինի եւ լինի նույնպես հնարավորինս շուտ, մենք բանկերի միության հետ մոտ ժամանակները նախագահի հետ ունենալու ենք հանդիպում, ինչպես նաև կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ եւ խնդրելու ենք, որպեսզի բանկերի մասով, առևտրային բանկերի մասով նույնպես մեզ օգնեն, որպեսզի շատ սերմ ժամկետներում բանկերի միջոցով արդեն նույնպես մեր քաղաքացիները հնարավորություն ունենան նոր թարմացված բազայով իրականացնել վճարումները։ Այստեղ ժամկետների մասով պարոն Հակոբյանը նշեց մայիս-հունիս, ես կարող եմ հաստատել, բայց հավատացեք, որ ամեն կերպ անելու ենք, որպեսզի շուտ դա արվի, այսինքն որ բանկը, որ առաջինը բանկերին բոլորին փոխանցելու ենք մեր API-ները եւ այն բանկերը, որոնք արագ կաշխատեն, արդեն իրենց միջոցով քաղաքացիները կարողանան վճարումներ անել։